Գեղեցկուհի Բագբակայը, կիրգիզական հեքիաթ։ Ժուկով ժամանակով ապրելիս է լինում գեղեցկուհի Բագբակայը, գորտի աղջիկը։ Մի օր բոռը տեսնում է այդ գեղեցկուհուն, սիրահարվում է ու խնամախոսության գալիս։ Ես դեմ չեմ, որ իմ աղջկան ուզելու ես եկել, պատասխանում է գորտը։ Իմ աղջկան իհարկե քեզ կնության կտամ, բայց մի պայմանով։ Դու պետք է իմ բոլոր մարգագետիններն ու կիրճերը անասուններով լցնես։ Եթե այդպիսի կալիմ բերես, ես իմ աղջկան կտամ քեզ։ Բոռը մի քիչ մտածում է ու գորտին ասում. Գեղեցկուհի Բագբակայի համար ոչ միայն անասուններ, այլև ամբողջ իմ հոգին կտամ։ Բոռը թռչում է ոչխարների մոտ ու ասում. Ես ամուսնանում եմ գեղեցկուհի Բագբակայի հետ։ Որպես կալիմ ձեզ բոլորիդ նրան եմ տալիս։ Ուզում ես մեզանից մեկին տուր, ուզում ես բոլորիս։ Մենք համաձայն ենք, պատասխանում են ոչխարները։ Բոռը թռչում է այծերի մոտ։ Մենք գորտի աղջկա մոտ չենք գնա։ Նրա ձեռքին տանջվել չենք ուզում։ Մկկում են այծերը և պոչները տնկած դեպի քարափները փախչում։ Բոռը հիմա էլ թռչում է ուղտերի մոտ, որոնք հանգստանում էին բլրակի լանջերին։ Ուղտերն իրար մեջ խորհուրդ են անում և նույնպես հրաժարվում են։ Բոռն այդ ժամանակ պիծակին ուղեկից է վերցնում ու թռչում ձիերի մոտ։ Պիծակը սկսում է ձիերին կծոտել։ Գորտի մոտ կգնանք, թե չենք գնա, հարցնում են նրանք։ Ձիերը չդիմանալով պիծակի խայթոցներին համաձայնում են։ Բոռը թռչում է հիմա էլ կովերի մոտ ու ասում. Լսեք, ես ամուսնանում եմ գեղեցկուհի Բագբակայի հետ և բոլորիդ որպես կալիմ տալիս եմ նրան։ Դուք հենց հիմա պիտի գնաք են մարգագետինները ու կիրճերը, որոնք պատկանում են մայր գորտին։ Մենք գորտի մոտ չենք գնա, չենք ուզում տանջվել այդ չարագործի ձեռքին, պատասխանում են կովերը։ Եվ կովերի մի մասը գնում է գետափ, իսկ մյուս մասը գնում են սարերը։ Բոռը շատ է բարկանում և սկսում է կովերին այնպես ուժեղ կծոտել, որ նրանք գլուխները կորցրած փախչում են, ուր որ աչքները կտրում է, և պատահաբար ոտքի տակ են տալիս գեղեցկուհի Բագբակային։ Գորտը վաշվիժ է անում, ողբում ու անիծում է բոռին։ Այ գետինը պատռվեր ու քեզ տակովն աներ, քո այդ կալիմի հետ միասին։ Հարևան գորտերը փորձում են մխիթարել խեղճ մայր գորտին։ Այդպես էլ մինչև օրս նրանք կռկռոցով մխիթարում են։ Իսկ բոռը մինչև հիմա էլ կովերից վրեժ է լուծում իր սիրեցյալի կորստի համար։ Ուր էլ հանդիպում է, կատաղի կծոտում է կովերին։